Ողջույն, ես Ստեփան Խաչատրյանն եմ, բարի գալուստ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի կամ նույն եթե GIS-ի տեսադասընթացների առաջին դասընթացին։ Այս դասընթացները կազմակերպվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Division ծրագրի շրջանակում, որն ի դեպ ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Այս դասընթացները հիմնականում կազմված են սկսնակների համար և նպատակ ունեն ծանոթացնելու GIS-ի հզոր գործիքակազմը և նրա կիրառությունը տնտեսության տարբեր ոլորտներում։ GIS-ը դա յուրօրինակ գործիք է, որը թույլ է տալիս տարածական տվյալների հավաքագրում, վերլուծություն և պատկերում քարտեզների միջոցով։ GIS-ը լայնորեն կիրառվում է տնտեսության տարբեր և գիտության տարբեր ոլորտներում, մասնավորապես այն կարող է կիրառվել գյուղատնտեսությունում, քաղաքաշինությունում, ջրային ռեսուրսներում, անտառագիտությունում, ինչու չէ նաև բիզնեսում և մարքեթինգում։ Հուսով եմ, այս դասընթացները կարող են լինել օգտակար ձեր համար և հետագայում դուք կարող եք այն կիրառել ձեր առանձին ոլորտներում։ Այսպիսով, խոսենք GIS-ի ընդհանուր ներածական թեմայի շուրջ և հասկանանք, թե ոնց է առաջացել GIS-ը, ինչպիսի փուլերով է անցել, ինչպիսի կիրառություններ ունի և վերջին մեկը խոսենք մեր դասընթացի հետագա դասերի մասին և թե ինչ մանրամասներ ենք ունենալու հետագա դասերի ընթացքում։ Եվ այսպես ընդհանուր մեր օրակարգի ինչի մասին այսօր խոսելու ենք, դա լինելու է ընդհանուր GIS-ի կամ ԱՏՀ-ի ծագումը, ձևավորումը, զարգացումը, հիմնական առանձնահատկությունները, օգտագործումը տարբեր ոլորտներում, առօրյա օգտագործումը մի քանի դեպքեր և իհարկե դասընթացի ընդհանուր ծրագրի մասին կխոսենք։ Անդրադառնալով ԱՏՀ-ի ծագմանը և ձևավորմանը, խոշոր հաշվով GIS-ի հիմքում դա վաղ քարտեզագրական տեխնոլոգիաներն են, այն ավանդական բոլոր քարտեզները, որոնք կիրառվել են ժամանակի տարբեր փուլերում և հետագայում թվային վերափոխման ժամանակաշրջանին զուգահեռ քարտեզները ստացան էլ ավելի հզոր վերլուծական և պատկերման հնարավորություններ և մոտավորապես 1960-ական թվականներին արդեն որոշակի ծրագրային ապահովումներ ի հայտ եկան, որոնք հետագայում հասան այն մակարդակի, որ օգտագործողները կարողացան առանձին իրենց համակարգիչներում օգտագործել ԱՏՀ տեխնոլոգիաները կամ ծրագրերը։ Եվ խոշոր հաշվով այս բոլոր փուլերում GIS անցել է որոշակի էվոլյուցիոն հիմնական ուղիներ, մասնավորապես, որ աշխարհագրական տվյալների բազաների որոշակի մեծ կուտակումներ են տեղի ունեցել, որոնք լայնորեն սկսել են կիրառվել GIS վերլուծությունների համար, հետագայում էլ ավելի է բարելավել օգտագործողների համար միջներես կամ ինտերֆեյս կոչվածը ծրագրային ապահովումների, որոնք ավելի մոտիկ են դարձրել GIS օգտագործողների համար և իհարկե վերջին տարիներին WebGIS-ը կամ Web հիմքով ԱՏՀ-ն լայն տարածում է գտել և օգտվողները առանց խոշոր ներդրումներ կատարելով իրենց համակարգչային տեխնոլոգիաներում, ընդհանրապես ունենալով ինտերնետ, կարող են օգտվել Web հիմունքով GIS-ից, ինչը վերջին տարիներին ոչ միայն կոմերցիոն, այլ նաև բաց կոդով հասանելիություններ է ապահովում։ Ինչպես է ԱՏՀ-ն փոփոխվել ժամանակի ընթացքում։ Խոշոր հաշվով սկզբնական շրջանում մենք մեր համակարգիչներում ունեինք GIS ծրագրեր, ինչը և հիմա շարունակվում է, սակայն ժամանակի ընթացքում GIS-ը, ինչպես և այլ տեխնոլոգիաներ, փորձում է անցում կատարել դեպի ապային տիրույթ, cloud սիստեմների և մյուս կարևոր հանգամանքը, որ GIS-ին դարձնում է էլ ավելի հզոր գործիք, դա այն է, որ մենք կամաց իրական ժամանակին մոտ փորձում ենք արդեն ունենալ տվյալների մեծ բազաներ, որը թույլ է տալիս GIS-ում կատարել ավելի լավ հետազոտություններ։ Օրինակ, մենք ոչ շատ իրական ժամանակում, բայց օրինակ Sentinel արբանյակից առնվազն 5 օր պարբերականությամբ ունենք որոշակի տեղեկատվություն Հայաստանի մասին, որը թույլ է տալիս այդ պարբերությունը օգտագործելով կատարել որոշակի վերլուծություններ։ Եվ իհարկե ամենակարևոր հանգամանքներից մեկը, որ GIS-ը աստիճանաբար մուտք է գործում տարբեր ոլորտներ և տարբեր ոլորտները օգտակար են գտնում GIS-ը իրենց ոլորտին հատուկ խնդիրները լուծելու համար։ Ընդհանուր առմամբ, ինչպիսի զարգացում է ունեցել GIS-ը։ Այսպես, ինչպես մենք ասեցինք, տարբեր ծրագրային ապահովումներ են ի հայտ եկել վերջին ժամանակահատվածում և
դասական կազմակերպությունները, որոնք որոշակի ծրագրային ապահովումներ են թողարկում, ունեն վերջին ժամանակաշրջանում ունեն բազմաթիվ մրցակիցներ, այդ թվում թե դեսքթոփ տարբերակում, թե ամպային տիրույթում, ինչը թույլ է տալիս էլ ավելի հզոր գործիքակազմեր ունենալ GIS միջավայրում։ Իհարկե, ներկայիս համակարգչային տեխնոլոգիաների և սարքավորումների հզորացումը ևս թույլ է տալիս GIS միջավայրում կատարել ավելի բարդ և կոմպլեքս վերլուծություններ, դա իհարկե արդեն ավելի ամպային տիրույթներին է վերաբերվում և վերջին ժամանակահատվածներում արհեստական բանալիքության ինտեգրումը GIS-ին թույլ է տալիս կատարել մի շարք ուսումնասիրություններ, որոնք նախկինում ավանդական GIS գործիքների միջոցով հնարավոր չէր։ Մասնավորապես, օրինակ, արբանյակային նկարների կլասիֆիկացիան ներկայումս օրինակ արհեստական բանականության միջոցով կատարվում են էլ ավելի բարելաված որակով և ճշգրիտ արդյունքներով։ Իհարկե, ինչպես բոլոր ծրագրային ապահովումները, GIS-ը ևս բաժանվում է բաց կոդով և կոմերցիոն գործիքների խմբի։ Այստեղ ևս ծրագրային ապահովումները նման են մյուս ծրագրային ապահովումներին, իհարկե բաց կոդով գործիքակազմերը թույլ են տալիս էլ ավելի մատչելի տարբերակով իրականացնել նախագծերը, փոքր բյուջեով հնարավորություն են ստեղծում կատարել մի քանի նախագծեր, սրանք նաև թույլ են տալիս ունենալ ճկունություն և բաց կոդով ծրագրային գործիքակազմերը թույլ են տալիս կատարել նաև ինքնուրույն փոփոխություններ այդ ապահովումներում և ստանալ նոր պրոդուկտներ, բայց ի հակադրություն դրա կոմերցիոն GIS գործիքակազմերը իրենց մեջ ունեն պատասխանատվության բաժին, ինչը նշանակում է, որ մեծ ծրագրերի ժամանակ, որտեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուր դերակատար ունենա իր պատասխանատվություն, այդ թվում նաև GIS բաղադրիչը պետք է ունենա հստակ պատասխանատվություն։ Այսինքն, եթե մեծ ծրագրերում կան որոշակի թերացումներ և խնդիրներ, որոնք ինչ-որ չափով հնարավոր է կապված լինեն GIS-ի գործիքակազմի հետ, ապա կոմերցիոն տարբերակում կա հստակ պատասխանատու, դա այն պրոդուկտ ստեղծողն է, որը նաև պատասխան է կրում այդ պրոդուկտի որակի վերաբերյալ։ Ինչպիսի՞ն են ԱՏՀ-ի միտումները ժամանակակից կիրառությունում։ Իհարկե, շատ ու շատ ծրագրերի նման էլ ավելի մեծ զարգացում է ունենում մոբայլ GIS-ի կիրառությունը, շատ ու շատ նավիգացիոն ծրագրեր, GIS-ի աշխարհագրական տվյալների հավաքագրման հավելվածներ արդեն իսկ գոյություն ունեն մեր բոլորիս հեռախոսներում կամ գադջեթներում և սա թույլ է տալիս նաև որպես պրոդուկտ, որպես ծառայություն շատ ու շատ գործիքակազմ ունենալ հենց մոբայլ տարբերակում։ Մյուս կարևոր հանգամանքը դա գնալով մեծածավալ տվյալների օգտագործման հնարավորությունների բացահայտելն է։ Ժամանակակից աշխարհում կուտակվում է ահռելի քանակությամբ տեղեկատվություն, ինչը թույլ է տալիս GIS միջավայրում կատարել բազմաթիվ հետաքրքիր վերլուծություններ և ունենալ հետաքրքիր տարածական պատկերներ։ Եվ վերջում նորից անդրադառնալով մեքենայական ուսուցմանը, շատ ու շատ խնդիրներ այժմ մեքենայական ուսուցման միջոցով հնարավոր է լինում GIS-ում լուծել առավել էֆեկտիվ եղանակներով, քան դրանք կատարվում էին նախկինում։ Հիմա խոսենք GIS-ի կամ ԱՏՀ-ի հիմնական բաղադրիչների մասին և այդ բաղադրիչների առանցքային և հիմնական երկու կոմպոնենտը դա այն տարածական տվյալներն են, որոնք GIS-ի հիմքն են կազմում և այդ տարածական տվյալները ի տարբերություն տարբեր տվյալների մշակման data science-ին վերաբերվող ոլորտներին, ի տարբերություն դրանց ունեն մեկ առանձնահատկություն, մեկ կարևորություն, որ այդ տվյալները նաև ունեն օբյեկտների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն։ Եվ այդ օբյեկտների գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը ապահովում է GIS-ի մեկ ուրիշ կարևոր հատկանիշ, դա կոորդինատային համակարգերի առկայությունն է։ Ի տարբերություն շատ ու շատ գրաֆիկական այլ ծրագրերի, GIS-ի հզորությունը կայանում է նրանում, որ GIS-ում արտահայտված բոլոր գրաֆիկական օբյեկտները գիտեն իրենց տեղը աշխարհագրական միջավայրում և եթե մենք որոշակի գիծ, բազմանկյուն կամ կետ ենք նշում GIS միջավայրում, ապա կոորդինատային համակարգի միջոցով մենք կարող ենք հստակ ասել, թե իրական բնության մեջ այդ կետը որտեղ է
և ինչ սահմաններ ունի։ Անդրադառնալով հիմնական շերտերին GIS-ի, առանձնացնեմ այն 3 կարևոր օբյեկտները, որոնք որպես վեկտորային մեծություններ ապահովում են իրական աշխարհի պատկերումը GIS-ի միջավայրում։ Դրանք կարելի է ասել շատ պարզ օբյեկտներն են, դրանք կետերն են, գծերն են և բազմանկյուններն են, որոնց միջոցով կարելի է պատկերել օրինակ էլեկտրասյուները, գետերը, ճանապարհները կամ շինությունները, և իհարկե կա մեկ այլ տեսակ տեղեկատվության աղբյուր ևս GIS-ում, դրանք ռաստրային, այսպես կոչված ռաստրային ֆայլերն են, որոնք կարելի է համեմատել նկարների հետ, որոնք բաղկացած են պիքսելներից, և այդ պիքսելները ի տարբերություն մեզ հայտնի շատ հասարակ նկարների, որոնք պարունակում են գույնի վերաբերյալ տեղեկատվություն, այս բանական այդ պիքսելները կարող են պարունակել բազմատեսակ տեղեկատվություն տարածական միջավայրի մասին, ինչև թույլ է տալիս GIS միջավայրում կատարել հետաքրքիր ուսումնասիրություններ։ Եվ ամենակարևոր հանգամանքը, ինչի մասին ես խոսեցի, դա այն է, որ ի տարբերություն նորից այլ գրաֆիկական ծրագրերի, GIS-ը հնարավորություն է տալիս գրաֆիկական օբյեկտներին և պատկերներին կից ունենալ ատրիբուտային տեղեկատվություն։ Եվ այդ ատրիբուտային տեղեկատվությունը ոչ միայն ինքնին ատրիբուտային տեղեկատվություն է, այլ նաև թույլ է տալիս հասկանալ տարածական կապերը այդ գրաֆիկական օբյեկտների միջև։ Օրինակ, եթե մենք ունենք որևէ հողատարածք և այդ հողատարածքի վրա կա որևէ շինություն, ապա GIS միջավայրում այդ տարածական կապ գոյություն ունի երկու օբյեկտների միջև և այդ կապերի հնարավորությունը թույլ է տալիս կատարել բազմատեսակ վերլուծություններ GIS միջավայրում և հետաքրքիր քարտեզների միջոցով պատկերել որոշում կայացնողների համար։ Իհարկե, լայն է GIS-ի կիրառությունը տնտեսության, գիտության տարբեր ոլորտներում, այստեղ մենք կնշենք մի քանի կիրառություններ, որոնք իհարկե շատ սահմանափակ են, եթե հետաքրքրություն ունեք, ապա կարող եք փնտրել և գտնել GIS-ի կիրառությունը գրեթե ցանկացած ոլորտում, որը ձեզ քիչ թե շատ հայտնի է։ GIS-ի կիրառության ամենախոշորագույն սպառողը կարելի է ասել դա քաղաքային պլանավորումն է կամ քաղաքաշինությունն է, որտեղ թե գոտիավորումը, թե ենթակառուցվածքների քարտեզագրումը ամենաէֆեկտիվ ձևով կատարվում է GIS-ի միջավայրում։ Մասնավորապես, եթե օրինակ ուզում ենք հասկանալ, թե որևիցե միտեղ շենք կառուցելուց արդյոք մենք ունենք այդ կոմունալ ենթակառուցվածքները, որոնք թույլ կտան որոշակի շինարարական աշխատանքներ անել, թե չէ, կամ որոշակի բիզնես գործունեություն ծավալելու դեպքում հասկանալ, թե արդյոք դա ամենանպատակահարմար տեղն է այդ տեսակ գործողություններ իրականացնելու համար, այս բոլոր վերլուծությունները հնարավորություն են տալիս կատարել GIS միջավայրում և հնարավորինս էֆեկտիվ կատարել քաղաքային պլանավորում, որն էլ իր հերթին բերում է քաղաքների կայուն զարգացում, այլ ոչ թե քաղաքների քաոտիկ զարգացում իրենից բխող մի շարք խնդիրներով, ինչպիսիք են օրինակ հաճախակի հանդիպող ջրանջատումները, բավական հաճախակի հանդիպող խցանումները և այլն, և այլն, և այլն։ Եվ իհարկե կարևորագույն ոլորտներից մեկը, որ GIS-ը օգտագործում է, դա ջրային ռեսուրսների կառավարումն և մոդելավորումն է, մասնավորապես ջրեղների մոդելավորման մեջ GIS-ը ունի մեծ նշանակություն և եթե էֆեկտիվորեն GIS-ը կիրառվեր ջրհեղեղների մոդելավորման ոլորտում, ապա մի շարք ջրհեղեղների իրադարձություններ հնարավոր է նախապես առնվազն որոշակի տոկոսային հարաբերությամբ կանխատեսել և խուսափել հսկայական տնտեսական վնասներից և ինչու՞ չէ նաև մարդկային զոհերից։ GIS-ը լայն կիրառություն ունի նաև բնապահպանական ուսումնասիրություններում և կլիմայի փոփոխությունում, մասնավորապես ներկայիս արբանյակային տեղեկատվությունները տալիս են բազմատեսակ կլիմայական տեղեկատվություններ, մակերևույթի ջերմաստիճաններ, ձնածածկույթի վերաբերյալ տվյալներ, հողի խոնավության վերաբերյալ տվյալներ, ինչը թույլ է տալիս բնապահպանական ռազմավարություններ մշակելիս հաշվի առնել նման տեղեկատվությունը, որը ի դեպ
ցամաքային չափումներում կետային է, իսկ օրինակ արբանյակային տեղեկատվության միջոցով դա համատարած է, եւ այդ բնապահպանական ռազմավարություններ մշակելիս այս տեսակ ինֆորմացիաները եւ վերլուծությունները մեծ նշանակություն ունեն արդյունավետ ռազմավարություններ ունենալու համար։ Իհարկե չենք կարող չխոսել նաև կոմունալ ծառայությունների մասին, քանի որ թե էլեկտրաէներգիայի, թե հաղորդակցության, թե խողովակաշարերի բաշխվածությունը դա տարածական բաշխվածություն է, օգտագործությունները դրանք տարածական կետերում որոշակի հատկանիշներին վերաբերող տվյալներ են եւ այդ օգտագործման ծանրաբեռնվածությունները, վթարների արձանագրումները GIS միջավայրում թույլ են տալիս նմանատիպ համակարգերը ել ավելի էֆեկտիվ կառավարել։ GIS-ը մեծ կիրառություն ունի նաև ճշգրիտ ընդհանրապես գյուղատնտեսություն եւ հատկապես ճշգրիտ գյուղատնտեսություն եւ հողօգտագործման վերլուծությունների մեջ, մասնավորապես հողերի ընտրությունը որոշակի մշակաբույսերի աճեցման համար շատ ու շատ որոշվում է հենց GIS-ի օգտագործմամբ եւ որոշակի կոմպոնենտների համադրությամբ որոշում է կայացում, թե որևիցե մի մշակաբույս որտեղ է ամենահարմարը աճեցնելու համար։ Իհարկե GIS-ի օգտագործումը թույլ է տալիս հողերի որակի վերլուծություն իրականացնել, մշակաբույսերի հիվանդությունների մոնիթորինգ իրականացնել եւ ամենակարևորը ուսումնասիրել, թե գյուղատնտեսական հողերի մշակումը ինչ տեսակ օրինաչափություններ ունի։ Սա ամենակարևոր օգտագործումներից մեկն է GIS-ի գյուղատնտեսության ոլորտում։ Քանի որ դասընթաց իրականացնում ենք ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանակներում, ապա շատ կարևորություն եմ տալիս խոսելու այն մասին, թե ինչպես է GIS օգտագործում նաեւ գեոդեզիայի կամ քարտեզագրության կամ կադաստրային քարտեզագրության ոլորտում, մասնավորապես կադաստրային քարտեզագրության մեջ GIS-ի միակ եւ ամենաթարցորդ կիրառումն այն է, որ GIS-ի միջոցով սահմանվում են գույքերի հստակ սահմանները, ճշգրիտ սահմանները եւ կարևորը տեղեկատվություն է պահպանվում սեփականության իրավունքի մասին։ Սրանք այն կարևոր երկու ցուցանիշներն են, որտեղ GIS-ը կիրառվում է կադաստրային քարտեզագրության մեջ։ Եվ իհարկե հողատարածքների վերլուծությունը այստեղ կարող է մեծ նշանակություն ունենալ, ինչու չէ նաև գեոդեզիական հանրութագրումները GIS միջավայրում կարող են արտապատկերվել ել ավելի էֆեկտիվ եղանակներով։ GIS-ի կիրառությունը շատ մեծ է նաև անշարժ գույքի տարածական վերլուծություններում, մասնավորապես շուկայի զարգացման վերլուծությունը, գույքի արժեքի գնահատումը կամ այն միջավայրը, որտեղ որ գտնվում է գույքը, այդ միջավայրի գնահատումը GIS-ի միջոցով կատարելիս ունենում ենք ել ավելի լավ պատկերավոր արդյունքներ եւ որոշում կայացնողների համար այս արդյունքները ունեն էական նշանակություն հետագա պլանավորումներն իրականացնելու համար։ GIS-ը ունի առօրյա լայն կիրառություն։ Կփորձեմ ներկայացնել մի քանի կիրառություններ, մասնավորապես օրինակ նավիգացիոն հավելվածները, մեզ հայտնի նավիգացիոն հավելվածների մասին է խոսքը, Google Maps, Yandex եւ այլն, որոնք թույլ են տալիս մեզ A կետից B կետը հասնել այն օպտիմալ ճանապարհով, որը կլինի կամ ամենակարճը, կամ ժամանակային առումով ամենանպատակահարմարը, ինչու չէ նաև հաշվի առնելով խցանումները եւ այլ հատկանիշներ։ Սրանք այնպիսի հավելվածներ են, որոնք իրենց ինտերֆեյսով հնարավորություն են տալիս նույնիսկ անծանոթ միջավայրում օգտագործել նավիգացիաները որոշակի նպատակակետերի հասնելու համար եւ հիմքում այս նավիգացիոն հավելվածների կրկին դրված է GIS-ը։ Եվ իհարկե օրինակ եղանակային կանխատեսումներ ավելի պատկերավոր տեսնելու համար լայն կիրառություն ունի նաև GIS-ը, մասնավորապես նաև մոդելավորման արդյունքները հստակ ցույց տալու համար GIS-ի միջոցով ցույց տալը էական նշանակություն ունի վերջնական օգտագործողների համար։ Այսքանով փորձեմ ամփոփել այն հատվածը, որը վերաբերում է GIS-ի ներածական մասին, կարծում եմ սա թույլ կտա հնարավորինս պատկերացում կազմել GIS-ի կիրառման վերաբերյալ։ Հաջորդիվ ուզում եմ խոսել
դասընթացի ծրագրի մասին, և ինչպես արդեն տեսնում եք ընդհանուր թեմաների մեջ խոսեցինք ԱՏՀ կամ GIS ներկայացության մասին, հաջորդիվ կխոսենք արդեն առանձին ծրագրային փաթեթի մասին, որը կոչվում է ArcGIS Pro։ ArcGIS Pro ծրագիրը թողարկված է խոշորագույն GIS պրոդուկտ արտադրող կազմակերպություններից ESRI-ի կողմից, և այնուհետև կխոսենք թվայնացումներ կատարելու մասին GIS միջավայրում, շերտերի ատրիբուտային աղյուսակների մասին, վեկտորների և ռաստերային ֆայլերի ձևավորման, ընտրանքների կատարման, պիտակների մասին, ընդհանուր քարտեզների ձևավորման մասին, որոշակի համընկնությունների միջոցով միավորումներ կատարելու մասին և իհարկե կկատարենք որոշակի պարզ տարածական վերլուծություններ։ Այս ամենը անելով մենք ակնկալում ենք, որ մեզ դիտողները կծանոթանան և ընդհանուր պատկերացում կկազմեն GIS-ի կամ ԱՏՀ-ի հիմունքների վերաբերյալ, ընդհանուր հասկանալ, թե ինչով կարող է դա օգտակար լինել իրենց, որոշակի գործնական հմտություններ ձեռք կբերեն ԱՏՀ-ի օգտագործման մեջ և ամենակարևորը, որ կփորձեն հասկանալ, թե արդյոք GIS-ը կարող է կիրառելի լինել իրենց սպეციფიկ ոլորտում, թե չէ։ Այսքանով սահմանափակվենք մեր առաջին դասը, հուսով եմ այն որոշակի չափով եղավ օգտակար ձեր համար և կփորձենք արդեն հաջորդիվ ավելի պրակտիկ եղանակով ծանոթանալ ArcGIS-ի գործիքակազմին։ Ցտեսություն։